Կարմիր ու սև գծերով զատկանման այս միջատները գրոհել են երասխահունը։ Արմավիրի մարզի այս գյուղում մի քանի շաբաթ է աղետ է, գյուղի դաշտերն ու այգիները կրծում են անսպասելի բազմացած միջատները, ուտում են ամեն ինչ, մոլախոտից մինչև մշակաբույսեր։ Շատ էր այս մանավանդես ճանապարհը ահագին, քայլում ես ճճճճ։ Տունել էր լցել։ Հա, տունել են բարձրանում։ Մեր վրա են կպնում, չենք նկատում, հետո տեսնում ենք արդեն տունն են։ Կամ պատուանը բացում ես լվացքների վրա, ասեն շարանով, թափ էինք տալիս, նոր հավաքում էինք։ Միջատները տեղաշարժվում են թռչելով, այդ պատճառով թունաքիմիկատները միայն մասամբ են օգնում։ Եթե համատարած ամբողջ գյուղը չի օգտագործում այդ նյութերը, միջատները կարող են մի այգուս մյուսը թռչել։ Այս կանաչների վրա են հիմնական, ասենք, թռչող են, էլի միջև տուն էլ գալիս են դրանք։ Բադր ջան, բիբարը, պամիդորը ինչ դրել են, սաղ կրծում են, ուտում են։ Կանիկար շուկերը, մի շուկը պարծավ այդ բլոշներն են եկել, չգիտեմ։ Թե որտեղից են հայտնվել միջատները, մարդիկ չգիտեն։ Հնարավոր է Թուրքիայից եկած լինեն։ Բաժե, ասեն կարող է Թուրքիայից կենտրոնները անցած նշանել անել, եւ մնաց գյուղից գյուղ չգան։ Բիբար էինք ցանում, ծածկեցինք, հաջորդ օրը գնացինք, ամբողջ ցելոֆանը sense երկարսև ворթանման բլոճներ էին։ Ահագին, մոտ sense ծածկած։ Հետո քիչ-քիչ դարձան այդ կարմիր բլոճներից։ Բնաջնջող ամուսինս արեց, բայց դե ինչքան կամ ոնց անես, բույսերի վրա էլ է լինում, բնաջնջող հաստատ չես կարող անես։ Կրծում էին, բիբարի սածիլը, բադրջամբան կրծում էին։ Հլացուկի տերևակեր է միջատի անունը։ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի միջատաբան Մերի Մազմանյանը այս տեսակի մասին շատ բան գիտի։ Հայաստանում պատահում են, բայց այսքան շատ։ Ընդ որում այսքան տարիների ընթացքում այդպիսի մեծ քանակությամբ իրանք չեն դիտարկվել, երևի մոտ 60 տարի որ հաստատ։ Հենց բազմացման շրջանն է, դրա համար ենք այսպիսի քանակ դիտարկում, այսինքն նրանք դուրս են եկել, որպեսզի արդեն զուգավորվեն եւ իրականացնեն արդեն ծավալը։ Մասնագետների խոսքով մեկ հլացուկի տերևակերը մինչև 700 ձու է դնում։ Եթե ձմեռը ցուրտ լիներ, 700-ի փոքր մասը միայն միջատ կդառնար, բայց ձմեռը տաք էր։ Այս տարի մենք դիտում ենք հենց պոպուլյացիոն պայթյուն, կլիմայի փոփոխության պատճառով, քանի որ ունեցել ենք շատ տաք ձմեռ եւ խոնավ, իսկ քանի որ այս միջատները ավելի շուտ են սկսել զարգանալ եւ հնարավոր է դրանից առաջ նաեւ արդեն անցյալ տարի ձվերի քանակը մեծ է եղել եւ այսպես այս տարի դիտում ենք այսպիսի պոպուլյացիոն պայթյուն։ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնեցին, որ նմուշներ են վերցել երասխահունում հայտնված միջատներից լաբորատոր փորձաքննության համար։ Եթե պարզվի, որ դրանք իսկապես վտանգավոր են գյուղատնտեսության համար, մարդկանց կտրամադրեն թունաքիմիկատներ։ Զարուհի Սահակյան, Հերիկ Համազասպյան և Նորայր Հակոբյան, Հայլուր։